Ցանկանում եմ մի տեսանյութ նկարահանել այն պահին, որ սուրճ եմ խմում, փորձում եմ էլի սուրճ խմել։ Հացի խմոր եմ արել հերթական անգամ, հացը կարող եմ հանգիստ գնել, լավաշ ենք շատ գնում, բայց միևնույն է, ունենք տնական ալուր և ես այս անընդհատ այս խմորը պատրաստում եմ հացի, թեփ եմ մաղում հետը հացի և հացը թխելիս ես և բարիք եմ ստեղծում, առատություն եմ ստեղծում տան համար, հաց եմ ստեղծում, մյուս կողմից ես կարողանում եմ իմ մտքերով տարված կատարել իմ աշխատանքը։ Եթե կարողանամ մի բանի մասին կուզեմ խոսել, իմ վիդեոներից մեկի մեջ ես ասում եմ մարդիկ անդաստիարակ են այս հարցում, որ չեն կարողանում պատշաճ վերաբերմունք ցույց տալ այն մարդկանց նկատմամբ, որոնք կորուստ ունեն, վշտի մեջ են, սգի մեջ են։ Այդ բառը մի քիչ խիստ է գուցե հնչում, բայց ես նկատի ունեմ, չունեն այն մշակույթը, դաստիարակված չեն հասկանում ինչ կարելի անել, ինչպես կարելի է վերաբերվել, ինչ կարելի է խոսել, ինչպես շփվել։ Մանավանդ մենք վերջին տարիներին ունենալով այդքան կորուստներ և հիմա էլ ամենօրյա այս վթարների և դժբախտ պատահարների արդյունքում ինչքան երիտասարդներ են մահանում։ Միևնույն է, ամենը մնում է դատարկ քաջալերանքի, սփոփանքի, ցավակցությունների մակարդակում։ Իհարկե ոչ մեկ մեղավոր չէ, յուրաքանչյուրի ճակատագիրը իրենն է, յուրաքանչյուր ծնողի դժբախտություն իրենն է։ Քաջալերել, մխիթարել, սփոփել պետք չէ, ավելի շուտ պետք է լուռ ներկայություն։ Եվ մարդուն ասես, որ ես, այո, տեսնում եմ քո իրականությունը, ես հասկանում եմ դու այն ինչ որ ասում ես, դա ես գոնե գիտակցում եմ, վերջ։ Մարդիկ չունեն էմոցիոնալ ինտելեկտ, եթե չունեն, իհարկե չեն կարող պահանջել, բայց մենք էլ պետք է թույլ չտանք շատ դեպքերում շրջանցենք, խուսափենք, հեռու մնանք նման մարդկանցից։ Օրինակ ինձ շատ ցավ է պատճառել երեկ, երբ աշխատավայրում գոլեգաներիցս մեկը, որ շատ նյութապաշտ է, սկսում է խոսել իր կամ որևէ մեկի տղայի հաջողություններից, նյութական ձեռքբերումներից, ընտանիք կազմելու պլաններից, հայտարարում է այն դեպքում, որ մի քանի անգամ զգացնել եմ տվել, այսինքն ամեն ձև խուսափում եմ նման թեմաները խոսելուց, լսելուց, քննարկելուց, շնորհավորելուց, բայց այդքանից հետո նորից գալիս են և իրենց բութ էությամբ մի փոքրիկ սենյակում, որտեղ ուրիշ մարդ չկա, ես եմ, և կարող է լինել ևս երկու հոգի, ամենաշատը, և սկսում են իրենց ինֆորմացիան տարածել։ Դա ճիշտ չէ, ժողովուրդ։ Մի քիչ, ես չեմ ասում ձեր բերանները պետք է ամեն քայլափոխի կապենք
կամ բռնենք, կամ մեր վիշտը դարձնենք դրոշակ, կամ մեր կորուստը դարձնենք ամեն տեղ զենք, ոչ, բայց դուք էլ պետք է հաշվի առնեք, որ դուք ձեր ուրախությունը կարող եք ամեն տեղ տոնել, ամեն քայլափոխի ուրախանալ, ամեն խմբի կամ կամպանիայի մեջ ուրախանալ, բայց մի փոքր զսպվածություն ունեցեք այնտեղ, ուր մարդու մեջ ցավ կա, ուր մարդու մեջ ծանր, անապ վիշտ կա,